Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, համոզված եմ, որ այսօր մենք չափազանց ճիշտ տեղում ենք, որովհետև եվրոպական այդ կառույցները արդեն նշվեց, որոնք ուղղորդել են Հայաստանը իդեպ ասեմ դարերով, Եվրոպան հիմա այդ Եվրամիությունը չէ, այլ հելենիստական այն ուղղությունն է, որ Հայաստանը միշտ որդեգրել եւ գնացել է այդ արժեքների գծով, այսօր փաստորեն ես կասեի հանցավոր լռություն են ստեղծել մեր շուրջ, լռության այդ պատը պետք է կոտրվի։ Եվ հենց այստեղից մենք իրենց պետք է հիշեցնենք մարդու իրավունքների պաշտպանության մասին, մարդու, կնոջ, մոր, հոր եւ ամենակարևորը այս պարագային կներեք պետք է ասեմ, այլընտրանքային կարծիք արտահայտելու խոսքի ազատությունը։ Դուք հիշում եք, որ 18 թվականին, երբ հեղափոխություններ տեղի ունենում իրենց ասած թավշյա ոչ բռնի հիմքում դրված էր խոսքի ազատությունը, ճնշումների բացառումը, մեզ խոստանում էին ժողովրդավարություն, Հայաստանը հռչակել էին ժողովրդավարության բաստիոն։ Բայց մենք տեսանք նեոբոլշևիկյան մեթոդների այս խստացումը եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքն է իր ձայնը բարձրացնել եւ Արեգնաս Մանուկյանի, որը խոշտանգվող մայր է, նրա երեխան եւս խոշտանգվում է, եւ Անդրանիկ Թևանյանի, եւ Արմեն Աշոտյանի, եւ Գագիկ Ծառուկյանի, եւ Մարտուն Գրիգորյանի, եւ կներեն ինձ բոլոր նրանք, ում անունները ես չտվեցի։ Ես կարծում եմ, որ մեր օրենսդրական այս պայքարը հանուն մարդու իրավունքների եւ հանուն եվրոպական արժեքների, եվրոպական այս կառույցները պետք է իրենց զեկույցներում ամրագրեն եւ դադարեն հովանավորել ակնհայտ բռնատիրությունը։ Բայց իրավիճակը փոխելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր անկոտրում արդարադատության ձգտումով եւ օրինապահությամբ։ Ես համոզված եմ, որ մեր այստեղ հավաքված բոլոր քաղաքացիները պայքարելու են այլընտրանքային կարծիք արտահայտելու ազատության համար եւ ուզում եմ ասել, որ փոքր քայլերը եւս նկատելի են։ Ես երջանիկ էի առավոտյան իմանալով, որ Արեգնաս Մանուկյանը արդեն ստացել է այսպես թույլատրություն, որքան է սարսափելի է հնչում այս բառը, հանդիպելու իր դստերը։ Համոզված եմ, որ եթե մենք մեր ձայնը բարձրացնենք, ապա արդարացությունը հաստատվելու է, իսկ եվրոպական կառույցների այդ լռությունը կոտրվելու է, այնպես որ պահանջում ենք արդարադատություն։